Սիրելիներս, ողջույն, ինչպես եւ խոստացել էի, հենց այն պահին, որտեղից ավարտվեց նախորդ վլոգը, սկսում ենք նոր վլոգը։ Մենք հենց նորից չենք մեքենայից, հենց նոր եկել եմ, միանգամից նկարում եմ, դեկորից տնից եկանք, երեխեքը ներսն են ու ես արդեն ազդարարում եմ հաջորդ վլոգը, որը նախորդի շարունակությունն է։ Եթե չգիտեք խոսքը ինչի մասին է, կտեղադրեմ մեկնաբանությունների կամ նկարագրությունների բաժնում նախորդ վլոգը, որ իմանաք ինչի մասին եմ խոսում։ Հիմա գնում եմ հաց սարքեմ, ընտրենք ու նաև պատրաստություն տեսնենք վաղվա խորոված փարթի։ Կնկարեմ, կլինի այս վլոգը կլինի նախորդ վլոգի շարունակությունը։ Գնացի ներս ես։ Ճիշտ է, չի ուզում այստեղից ներս գնա։ Միտեղ վայելում է։ Բայց դե ես գնամ հաց սարքեմ։ Մոտոցիկլիստները սկսել են իրանց երթը։ Գնամ ես հաց սարքեմ երեխեք։ Ու ինչպես ասացի նախորդ վլոգում, վերջապես ես կարողացա գնել, ժամանակ գտա ինձ գնել ավելի գարնանային այսպիսի սեղանի սփռոց եւ փոխել ես ամանորյան, որտեվ ամեն օր երեխեքը ինձ sense չակերտավոր ասած ամոթանք էին տալիս, բայց ասում եմ գարնանային եմ վերցրել երեխեք, միջև ասում գնեցի գարնանայինա, գարունն էլ անցավ, արդեն պետք է ամառային վերցնեի, բայց կարևորը սիրուն է։ Այնպես որ հիմա սահանում ենք ու փոխում ենք, փռում ենք այս, որպեսզի ընտրենք։ Ու այստեղ դեռ գնումները տեղավորել եմ նախորդ տեսանյութի, բայց այստեղ մնացել է իմ շորերը ու Վիտոյի բոթասները դեռ տեղավորելու։ Ուրեմն Action-ի այս բաների չափը այնքան շատ եմ սիրում, որ ինքը 140 լենքն է, 250 բանը երկարությունը, ու հիմա ես այս կողմից մի քիչ ծալում եմ, ու քանի որ այս մեր սեղանը սենց ինքը բացվում է երկու կողմերից, դրա համար երբ որ բացում ենք, արդեն ինքը շատ լավ է լինում չափը, իսկականն է լինում։ Հենց ինքը ոնց որ ստանդարտ լինի բաների համար, էս էլ որ բացում ենք 2 մետր ու կես է դառնում ու ընտիր է լինում։ Վերջ փռեցինք, սրբեցի, մաքրեցի ու հիմա սիրուն գարնանային տրամադրությամբ հաց ենք դնում ու այնպես է ընտրել, որ այս ծաղիկների գույները գոնե այս բանի հետ խոսա ու մեկ էլ վերևի բանն է այդ գույնի ու բարձր ունենք այդ գույն։ Մի քիչ համահունչ լինի, չնայած այդքան էլ իմ համար այդ կարևոր չի, բայց դե կարևորը մաքուր լինի, նոր լինի, նորն էլ չէ, կարևորը մաքուր լինի, լավ։ Սենց։ Ու արդեն երեկո է ու կարող ենք տնկել մեր պոմիդորները։ Տարբեր տեսակի սորթեր է, այս մի քիչ բանի սորթն է։ Կարևորը որ բոլորը բիո է լինելու։ Բիո։ Սենց։ Քան օրը բան արեցինք էլի։ Քան խորն արմատները։ Ուրեմն այս հենց հանում եմ։ Ոնց են ասում, բերք ու բարիքով լինի։ Սենց դնում եմ հենց այստեղ, որ իր բաները այս կամ այս կողմով փաթաթվելով դուրս գան։ Սենց։ Թողեցիք մի քիչ ինքը ներծծվեց, հիմա մի հատ էլ ենք ջրում, որ լավ հողը խոնավանա, այսօր շատ շոկ է եղել։ Չգրում եմ հիմա ռեհան ու ծիտրոն ցանեմ։ Այստեղ էլ հիմա սրա մեջ կցանեմ ռեհան, մեկի մեջ ծիտրոն, այստեղ նանան է արդեն աճել, այստեղ էլ նայեմ, միտեղը ռեհան, միտեղը ծիտրոն։ Այստեղ եղավ ռեհան, նանա, այս էլ պետք է հանենք, ուրիշ բան անենք, այստեղ ծիտրոն, այստեղ էլ եմ ծիտրոն գցել, ծիտրոնը որ շատ լինի, լավ չորացնեմ տեղատեղին, որ այս տարվա նման տարվա կեսին չմնամ առանց կանաչի, դե այստեղ էլ արդեն նոր ենք շիթլել, դրա համար է այսպես, եթե չեք տեսել նախորդ վլոգը, նախորդի նախորդ, այսինքն որ հարևան տատիկը սերեկ էլ օգնում, այս սոխերը նորից իրան կթարմանան, այստեղ պետրուշկան է, ասենց ինքը դες մեջտեղից դուրս է եկել, այստեղ պոմիդորներն է, այստեղ էլ վարունգներ եմ բանարել, ցանել, որ աճի, դրանք էլ շիթիլ անենք, ու այս կողմում էլ պղպեղներ եմ դնելու, դե այս արդեն այս անկյուններն էլ տեսնենք ինչ կցանենք, եթե համեմ ունենամ, համեմի սերմ կցանեմ, եթե չէ, տեսնենք ընթացքում մի բան կդնենք։
Բռնոցի են խաղում Վիտոն ու Անգելը։ Ասմաղ չի ես քո տարիքն ունեմ։ Սիրելիներս պուճուները ներսն են, Արյանան, Ալենը, Զոյկան ու մենք դրսում նստած իսենց պիստաշկաներ ենք և արևածաղիկ ենք կեղևազրկում մեծերով, մեծ Առաքելյան ու կրծր Առաքելյաններ, մեկ էլ Տիկին Կուրեղյանը։ Ժողովուրդ, շատ լավ եղանակ է, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հավես զրույց անցկացրեցինք ընտանիքով, բայց արդեն քնելու, զգում եմ, որ արդեն աչքերս փակվում է, ժամը 10 անցա։ Ինչ եղավ։ Գնանք քնենք, հանգստանանք, առավոտ կհանդիպենք։ Գնացինք։ Բարի կիրակնորյա առավոտ շուտ, սիրելիներս, ուղղակի այդ, որ ասում են իմ կողմից հիմարություն կլիներ, որ ես քնեի մինչև ժամը 10-ը, չնայած որ ունեի այդ հնարավորությունը, ու ես առավոտ շուտ այս ժամը 7-յան, 6-ի կողմերը, այս մաքուր օդը չվայել էի, դրսում է սուրճը։ Սենց երբ որ դեռ մեքենաներ չկան, կիրակի է խախանդ, բոլորը քնած են, ծիտիկներից էլ վլոցն ամենակ, արև են կողմից դուրս է գալիս, ու դու այստեղ բալկոնում, քո տան մեջ ամուսնուդ հետ սուրճ ես խմում, դրանից լավ բան երևի չկա այս կյանքում, հա որ երեխաներդ էլ բոլորը տանն են, հանգիստ ապահով քնած են, դրանից լավ, դրանից էլ ավել բան չկա, լավ, սուրճս վայել եմ, ես իրականում իսկապես այսօր վայելում եմ կիրակի առավոտը, ծորև այս կոմից դուրս է եկել արդեն, սուրճը խմեցինք, քան դեռ երեխեքը քնած են, ու ես տենց նախաճաշ պատրաստելու բան չունեմ, իջել ենք ներքև, Վիտոն հիմա միսը կմարինացնի, այս որ երեկ գնել էինք, երեկ ասելով նախորդ վլոգում էլի, սենց այս համեղ մատիկները, ու քանի որ իմ երեխեքը կոնկրետ հավի միս են ավելի շատ սիրուն, սենց հենց ինքը բանի համար խորովածի կտորներ, հենց այս մասերը, մինչև այս բան կլինի, հիմա ես այս արագ մի հատ բացում եմ, դնում եմ աղաջրի մեջ, գետի մեթոդն արդեն, դնում եմ մի քիչ աղաջրի մեջ, համ ինքը ավելի հյութեղ է դառնում հետո միսը, համ էլ դե ինչ որ ավելորդ բաներ կա դուրս է գալիս, մինչև Վիտոն այս կտրտի, ու ես այդ ընթացքում կանեմ լավաշի խմոր, որ մի քանի հատ էլ լավաշ թխենք։ Այսինքն որոշեցի հենց այստեղ էլ կանեմ, լցնում ենք, հենց ինքը լցվեց իր բանով, վերջ, շատ պետք չի, թակում ենք ու նորից աղ ենք անում, ու թողնում ենք, ու այսպես, ավելորդ մեկ էլ ռեհանը, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, սոխ ու ռեհանն եմ մոռացել, ռեհան ցիտրոն, այսպես վերջ, փակեցինք ու վերջում մի փոքր գարեջուր լցնում վրան միշտ Վիտոն, այսինքն երբ որ լավ սոչնի լինի, փակեցինք ու հիմա այս թողնում եմ մարինացվի, կդնեմ սառնարան, ու քանի որ երեխեքը արթնացել են, երեխեքին նախաճաշ պատրաստեմ, նախաճաշ տնեմ կան նախաճաշեն ու ես կպատրաստեմ այդ ընթացքում մի հատ սիրուն համու բիսկվիտ, որ տեքրենքս էլ կան, այսօր համեղ բան ունենանք, այս տնեմ սառնարան ու երեխեքին նախաճաշ պատրաստեմ։ Ահա, այս կողմում էլ լավաշի խմոր եմ արել, սենց էլի ամբողջական 100-ով, հացահատկի։
Ու քանի որ ալյուր այս ամեն ինչը հանած է, միանգամից կպատրաստեմ բիսկվիտ, մի հատ կանեմ շոկոլադային, մի հատ վանիլային, որտեղ Վիտոն սիրում է վանիլային, երեխեքը շոկոլադային, այստեղ ինձ մոտ 3 ձու է ու մի հատ ձվի դեղնուց, որտեղ ձվածեղել էի անում, մի հատը մենակ դեղնուց գցեցի, երեխեքին աչքով ձու եմ սարքի կերել են։ Հիմա այս մի լավ մեծ բաժակ շաքարավազի հետ լավ հարում եմ, որտեվ շատ է, որ ստանամ 2 հատ բան բիսկվիտ։ Այսինքն մի հատ ու կես, երկուսն է փոքր ամաններս։ Այսպես ցուն շաքարավազի հետ լավ հարում եմ մինչև փրփրի, ավելացնում եմ հալեցրած կարագ ձեթի հետ խառնած, ավելացնում եմ թթվասեր կամ մածուն, վանիլին, փխրեցուցիչ եւ ալյուր։ Ահա, այսպեսի խմոր ստացվեց, իրականում ինքը պինդ չի, ուղղակի շատ եմ փրփրացրել։ Դրա համար եթե ալյուրը քիչ անենք, խտությանը նայելով գայդու մեջը չի եփվի, ուղղակի շատ փրփրած խմոր է։ Հիմա կհանեմ, կեսը կլսեմ ու մի փոքր մասին կավելացնեմ կակաո։ Արդեն ջարացում են երկուսն էլ։ Վրա շոկոլադներ եմ շարել։ Հետան ջրելու գործով է։ Ու մինչ բիսկվիտներս թխվի, այստեղ մեր երկրորդ սուրճն է, ժամը 10-ն է, եթե ինչ։ Այսինքն պլոմբիրով ենք վայելելու երկրորդ սուրճը։ Ինչով եղանակ է, ինչով էս եղանակ է։ Մաքրը պատրաստել է, փոշի էր դրել, ջրել է բոլոր։ Տեսնենք 3 մայիսի 2-ն էր, մայիսի 2-ին ենք ցանել այսինքն, տեսնենք երբ կաճեն։ Տեսեք ինչ է այստեղ, ես ինչ է ժուկա։ Մինչև այդ չունեինք, այս ոնց եղավ, որ հենց լոլիկը բերեցինք, իրանք էլ հետը հայտնվեցին, նայ։ Ոյ, որ ջրելա, ոբշե սենց ամբողջը թարմության հոտ է գալիս հիմա։ Վերջ, մեր երկու բիսկվիտներն էլ արդեն պատրաստ են, հենց թողնում ենք սարի։ Հիմա գնում ենք արդեն լավաշի խմորը գնդելու։ Կես ժամ արդեն անցել է հաստատ, որ արել է եւ 40 րոպե, խմորը պետք չի որ թթվի, որտեղ դրոժը շատ քիչ եմ դրոժ ավելացրել զուտ փափկության համար, որտեղ առանց դրոժինը ինքը շատ լավ է ստացվում, ուղղակի չոր է լինում, այստեղ ինքան որ մի 2-3 հատիկ ուղղակի որ այսպես առողջ հացիկ ստանանք։ Հիմա գնդում եմ, մի կողմից գնդեմ, այն մյուս կողմից արդեն կսկսեմ կրտնակել ու թավայի մեջ թխել փոքրիկ լոշիկներ։ Վերջ գնդեցի, հիմա փակում եմ, մի փոքր հանգստանա ու հետո կսկսեմ արդեն։ Եվ թավան պատրաստեմ, արդեն հանգստացած կլինի, կրտնակս էլ բերեմ։ Հիմա ես էլ եմ հանում, տեղափոխեմ այստեղ, լավաշն էլ թխեմ ու կարծես թե այսօրվա մեր փարթիի համար ամեն ինչ պատրաստ է, հետո կգնամ արդեն ես պատրաստվեմ։ Փոփուկ է ստացվել։ Ինձ փոփուկ է ստացվել։ Ուրեմն պատրաստ է, այս արդեն տեսանք, այսպես լավ տեղին, լավ փափուկ ու այս շոկոլադայինը։ Ինչ ցալական է ստացվել։ Պետք է ասեմ, ինչքան հոմեղա, բայց թե հիմա չեմ ուտի, որովհետև պաղպաղակ եմ արդեն կերել։ Ես իմ մի կտորը կվերցնեմ առավոտյան իմ սուրճի հետ կխմեմ։
Սենց կամ կես կտոր, կեսից ու տեսեք, որ ասենք, ասում եք խմորային բաներ, մի հատ այստեղ տեսեք, մենք ընդհանուր առմամբ 12 հոգի ենք, մենք ու տեքրենքս, ալ հելե մի քիչ կամած տղես, ու մի հատ նայեք այստեղ, որ հաշվում ենք, նույնիսկ ամենքին մի կտոր էլ չի լինում, դե կփոքրացնեմ, ինչքան թեկուզ 10 հոգով էլ այսօր ասենք, եթե 10 հոգով էլ ուտենք, ամենքին մի կտոր հազիվ է հասնելու, եթե ուրիշ բան, եթե այս ուտի մենակ մի հոգին, 2 հոգին, 3 հոգին հաստատ կչաղանա, բայց եթե այսքան ուտեն 10-12 հոգին, հաստատ ոչ մի բան չի լինի ու ասենք շաբաթը մի անգամ։ Շոկոլադը ոնց է հալվեի, չէ, կոճակ դրած լինի։ Ու հիմա սկսում ենք արդեն հաց թխել։ Ես բացել եմ, որ ավելի հեշտ լինի։ Իրականում այս խմորը շատ հեշտ է բացվում, որովհետև այս ֆոլկորն ալյուրով շատ փափուկ է ինքը լինում։ Ահա, ու քանի որ գիտեմ հարցնելու եք, ինչ ֆոլկորն ալյուր ես օգտագործում, Կարո ջան, այստեղ ինձ մոտ բարձր որակի թխվածքի ալյուր է իրականում, թանգանոց են տատիկի ալյուրը, ովքեր ապրում են դրսում, գիտեն ինչի նկատի ունեմ, այդ էլ մեր բանն է, Արուս Կավկասն է երևի, տատիկի ալյուրն է, ու այս բանը որպես ֆոլկորն, այս եմ օգտագործում, ինքը բիո ֆոլկորն դինքելմել, հոֆերից եմ ես գնել 2 եվրո է ու ոնց որ սենց մի բաժին սրանից 2 բաժին սրանից, իսկ եթե թխում եմ լավաշի համար, իսկ եթե թխում եմ սովորական հաց, մատնաքաշ կամ ինքը բանոված, մեկին մեկ եմ խառնում, բայց այդպես մուգ է ստացվում ավելի, որ իմանաք էլի, այսեք նոր գցեցի ու արդեն սես պղպճակները դուրս եկավ, այսենց շատ փափուկ, շատ հավես խմոր ենք ստանում, հաց ենք ստանում այսինքն, խմորը արդեն, խմորները ինքան փափուկ է, դեռ շարունակվում են մեր հաց թխելու աշխատանքները ու ինչքան նստում է խմորը, այնքան ավելի լավ է ստացվում, բայց դե ես այդքան ժամանակ չունեմ, այստեղ մյուսն է, որ պետք է գցեմ, ուզում արագ վերջացնեմ, էլ ես կլորիկին, այսենց պիտա հացերն է արաբական, իսկ այլ է ուղղակի բացել, ես չեմ ծակծկում, որ հենց սենց լինի, բացել, մեջը ինչ-որ բաներ դնել, կամ 2 մասի բաժանել, հայ։ Ահա, այսօրվա համար նախատեսված վերջինն էլ արդեն թխեցի, իսկն մեջնա, հիմա այստեղ հավաքում եմ, հավաքեմ ու անցնեմ վերև, գնամ վերև այսինքն։ Խաղում եմ, արդեն ճնշող շոք է այս պահին։ Զայկան Ալենա Արենա։ Բինգոն էլ էր հետները, վիտոն ջղայնացավ, ասես կա լեղջեք էդ հարիվին, դարեք ներս։ Տարան ներս, համել իրեն շատ արև չի կարելի, իրենց մազերը արևից սկսում է թուլանալ։ Զայկանի բանն են, Վիտոն ասում է, տոչնի քո մանկությունն է, չի ասում եմ, դու իմ մանկությունը որտեղ ես տեսել, ասում ես արդեն պատկերացնում, որ դու սենց ես եղել, ու այսքան շատ պապայիդ հետ կապված, գիտի ես ինչքան շատ եմ կապված եղել ու մինչև հիմա իմ պապայի հետ, ասում է, սենց տոչնի դու ես, կիսերս ասում է, անունը Զոյայա դրա համար ես շատ սիրում, թե որ կնգատան նման դրա համար ես շատ սիրում, ասում է երկուսն էլ, այդ բոլորին էլ շատ սիրում եմ ասում, բայց եսի ուրիշ է այս պուջորիկը։ Լավ քան ինձ չեմ նկատել, ինձ համար տանեմ։
այստեղ է ճոճոժվում, այստեղ է ճոճոժվում, դե վիտոյին տեսակ որտեղ էր պարկած, հե արևեր ընդեղ, սիրելիներս տնային սաներվածքով, տնային հագուստով մի հատ էլ բարի օր, պրծա, լավաշը թխեցի, բիսկվիթը տեսակ արդեն պատրաստ է, ամեն ինչ պատրաստ է, աղցան էլ հենց տեղում կպատրաստենք, երբ որ արդեն խորովածը կրակին լինի, հիմա ես գնամ երկու գործ ունեմ անելու, Անգելիս պետք է օգնեմ, իր դարակներն ամառային ձմեռային անում, գնամ իրեն օգնեմ, ասեմ, որը որտեղ դնի, ու հա կգամ մի քիչ վիտոն ասում արի ասվում մի քիչ վայել ենք արևը ու կգամ ինչքան ուզում ես միևնույն է չի ստացվում ընտանիքի հետ չի ստացվում լավա որ գոնե ես ուրբաթ օրը լավ հանգստացա դրա համար լավ հանգիստ եմ գնացինք եթե ձեզ թվում է որ այդքանով իմ աշխատանքները վերջացան ոչ ես դեռ այստեղ պետք է անկողին փոխեմ Ой, ես էլ ասում ինչ է այս այստեղ պետք է անկողին փոխեմ այստեղ հավաքել եմ, չէ այս կողմում այստեղ լավա բան չունեմ անելու և չորացել է հավաքեցի բերեցի անկողինները Դեռ Անգելի սենյակ չեմ հասել, տեսեք, Անգելի սենյակ դեռ չեմ հասել, այդ ընթացքում ինչքան գործեր ունեմ անելու ու դեռ այստեղ պետք է անկողին փոխեմ։ Սրանք էլ կանեմ, նոր կբարձրանամ երեխեքին վերև աղջիկների սենյակ, բայց մինչև սեք այստեղ արդեն լվացքս չորացել, այս ով է փռում։ Աղջիկս լվացքն է փռում, աղջիկը, լվացքը փռել է, դրել էի տազով, մինչև գնամ փռեմ։ Վիտոյի աշխատանքային շորերներ ու իմ ֆորմաները։ Արի չեմ նկարում, արի։ Ուրեմն սկսում ենք պատրաստվել, կհանենք կամ դուրս կամ պատոշկամ։ Սենց հիմա լվանում եմ կանաչաղայնը։ Այս ռուկոլայի անբաժան, չեմ լվացել երեք, որպիսի միտը ժամանակ չկար, ասեցի, որ սառնան արագ դասավորեցի, հիմա բողկով մի հատ հետաքրքիր բան եմ տեսել, բաղադրատոմսը, որն է թթուի նման սարկած, հելը ուզում եմ մի հատ փորձեմ, տենանք համը ոնց արինում, դրա համար եմ ես գնել, այսինքն բողկ էր մաքրել, կտրատել սենց երկու մասի, այդ աղջիկը Սամիտ, սոխ, աղ, սև պղպեղ, լիմոնի հյութ կամ քացախ, մեկ էլ մի քիչ շաքարավազուս լողով խառնել էր ու դրեց սառնանը, վсё, պատը որպես զակուսկի, սենց ասած, չնայած մենք խմող չենք, բայց դեռ ուզում եմ փորձեմ։ Ուրեմն կտրատեցի մի անգամից, այս կտրատել եմ պամիդոր վարունգի սալաթի համար, այստեղ խորովածի վրա լցնելու համար, այստեղ ուտելու համար ու այստեղ։ Էս է ամենահետաքրքիրը այս պահին, սոխ, սամիտ, միայն սամիտ հա ու բողկ։ Հիմա անում եմ ձետ, այդ ձետն էի մոռացա ասելուց, զեյթունի ձետ կլցնեմ, աղ, սև պղպեղ, մի փոքր շաքարավազ ու մեկ էլ քացախ, իմ սարկած քացախը։ Ու դե ես չէի կարող առանց էքսպերիմենտների ու որոշեցի վարունգ էլ կտրատել, դեք ինչ համա են, որ մատխաշ վարունգը թարմս են սարկում դնում ենք սառնանը, են ծողակից ես թարմ ուտելու համար, շոտ անուշաբուրում, շոտ համեղա ու ծր աղցան լինի, բայց ավելի շատ թթվի սենց բանա էլի, շատ լավն է, որ մի քիչ էլ մնա, մի ժամ գոնե սառնանում մնա, ավելի համեղ կլինի, բայց դե մենք չունենք այդ ժամանակը կլցնեմ դնեմ, ինչքան մնաց։ Այստեղ սեղանա դնում, տանեմ ես էլ միսը, գնանք շարենք, սկսենք։ Արդեն կրակը վառվում է, սենց վառվում է ու հիմա այս լիքը բանը, բաժակը, դնում ենք վրան, ու պետք է պարտադիր մեջը մի հատ էլ հանգարցի կարոտ լինի։ Վառվում է, հետո արդեն դատարկում է բանի մեջ։
Անուշ հոտը տարածվեց մի անգամից։ Սենց կարտոֆիլն էլ շարեմ։ Քրենքսեր եկան ոնց որ հականգնեց ավտոտնակի մոտ, երևի որ միացնի զարյատկայի։ Սլավանա։ Այս կոմը բալ էստեղ երևի հալա։ Սլավանա ալանա։ Ամեն մարդ իրա դարդին են, որ ասում են անգելը պարկած, Արյանան այնտեղ է ճոճվում, գիտեմ խորոված անում, դեկրես նստած, երեխեք։ Ես վրենս էլ սեղան ենք դնում։ Այ լավաշը չեմ դրել էլ։ Շուտն բերեմ։ Ու երեխեքը քանի որ արդեն լցրել են սառույցը, լավ թողեմ այստեղ հովաթ մնա հələ մինչև պատրաստ լինի։ Դրանց արդեն պատրաստ է։ Ինչ լավ է կարմրել, կարտոֆիլն էլ տանեմ։ Գնանք Անուշ անենք։ Բարի լույս։ Քանի որ այնպես է ստացվում, որ ես ներկայացնում մի շաբաթվա վերջին մի շաբաթվա վլոգ, բայց ստացվում է Կիրակի օրը ու վերջի օրը, դրա համար որոշեցի ընթացքում էլ միանալ, ողջունել, այսօր երեքշաբթի է, գիտեք երկուշաբթի, երեքշաբթի ամենածանրաբեռնված օրերն է ու հերիք չի դրան էլ մի հատ, այսօր առավոտյան ժամը 7:40 գալու է մի պացիենտը, որտեվ ունենք կոպերի վիրահատություն առավոտ, որ մենք միշտ անում ենք աշխատանքից հետո հինգշաբթի օրերին, այսինքն 2-ից 3-ը մինչև 4-ը այդ ընթացքում այսօր շուտ ենք անելու, որ հետո սկսենք նորմալ աշխատանքը մինչև ժամը 7 նորից ու վաղը չորեքշաբթի է, բայց վաղը վիրահատության չենք։ Դե վաղը մեր մոտ վիդեոյի օր է, այսպես ասած, ինչ-որ հեռուստաընկերությունից են գալու մեր փոքրիկ կլինիկան օրդինացիան նկարելու, դրա համար չունենք վիրահատություններ, այսինքն ի սկզբանե գիտեինք ու տեղափոխել են վիրահատությունները, իրականում չգիտեմ ոնց հանդանալու, ինչ ա լինելու, բայց այսպես հարցազրույց ա լինելու, նկարելու են ով ինչ ոնց ունենք պացիենտներ հրավիրված ամեն մի բանից, ասենք մի հատ կատարակտի վիրահատությունից, մի հատ իցիե լինզաներ, մի հատ ֆեմոլազիկից, մի հատ, չգիտեմ, սենց ամեն մի բաներ պետք է ներկայացնենք, էլ ինչ ենք մենք անում մեր գործունեությունը, դրա համար լինելու են նաև պացիենտներ, բայց աշխատանքային օր չի, ու այնքան հետաքրքիր չգիտեմ ոնց հանդանալու, ինչ ա լինելու, բայց ամեն դեպքում երևի վաղ էլի շուտ կգնանք, որ մի քիչ պատրաստենք, չգիտեմ, գան իրանք տեխնիկաներ պետք է պատրաստեն, թե ինչ պետք է անեն, որովհետև ժամը 9-ից գալու են պացիենտներ, ժամեր ենք դրել, որ չգան բոլորը միասին, գան նկարահանվեն, գնան,
Այդպես հետաքրքիր կլինի, տեսնեմ ինչ ա լինելու, ինչ ռոլիկ ա լինելու, ոնց, եթե ինչ-որ հետաքրքիր բան լինի, կկիսվեմ իհարկե ձեր հետ։ Իսկ ես ողջունեցի, հիմա գնամ շուտեղ հասնեմ, պատրաստեմ, որ ինքն ա գալու, այսինքն էլի այնպես ա լինում, որ աշխատանքից առաջ դեռ քանի մարդ չկա, մենակ բժիշկն ա, ես եմ ու պացիենտն ա, գալու ա, սկսենք, հետո աղջիկները կգան ու արդեն կանցնենք ժամը 9-ից մեր նորմալ աշխատանքին ծանրաբեռնված։ Այդպես գնացի։ Սիրելիներս, բարի լույս, ինչպես եւ արդեն ասել էի, այսօր չորեքշաբթի ա ու այսօր մեր մոտ վիդեոյի օր ա։ Ու ոնց հասկացա, աշխատանք չունենք, այնպես ա, որ բոլոր տերմինները չկան, գալու են պացիենտներ, ուղղակի արդեն ասացի պացիենտները, որոնց հետ ուղղակի հարցազրույց ա լինելու ու մենք մի փոքր ցույց ենք տալու մեր աշխատանքը ու կարող ենք այսօր պատրաստվել ոչ որպես բուժ աշխատողներ, այլ ուղղակի որպես մենք ինչպիսին ենք, այսինքն դիմահարդարված, սիրուն պատրաստված, որովհետև լինելու են նաև նկարահանումներ։ Դրա համար այսենց ոչ, որովհետև բուժաշխատողը պետք է լինի խնամված, պետք է լինի սիրուն հարդարված, բայց իհարկե, հա, այս չի կարա խախտեի, ինչ որ մանիկյուրներ կսեի կամ բան, բայց պետք է լինի շատ թույլ մեյքափով, այսինքն ոչ շատ գիտեք արդեն այդ կանոնները, կարծում եմ բոլորը գիտեն, չնայած շատ կարծրատիպեր հիմա արդեն կոտրվել են, բայց դե իմ համար բուժ աշխատողը միշտ կոկիկ հագնված, շատ նուրբ հարդարված, դիմահարդարված, սիրուն հավաքված մազերով, առանց զարդերի, առանց վուլգար մեյքափի ու առանց արհեստական եղունգների ու ներկած եղունգների ա կարելի ուղղակի մի փոքր լաքապատել, եթե վիրահատարանում չեմ, բայց եթե դրսում եմ էլի օրդինացիայում եմ, ամեն դեպքում այսօր սենց էին պահանջել, սենց էր կարգը ու այսօր այսպես եմ գնում, գնացինք։ Կրկին ողջույն սիրելիներս, արդեն բարի օր։ Իմ համար շատ անսովոր է, որ ես այսօր չորեքշաբթի ա, ժամը 2-ն է ու ես արդեն իսկ տանն եմ, հասցրել եմ արդեն փոխվել, իդեպ հագել եմ այն շատ փափուկ տաքուկ բանը, որ գնել էի նախորդ վլոգում, հասցրել եմ արդեն Անգելինայից պատրաստած սպիտակ սոուսով անմահական փլավը ուտեմ ու հիմա բարձացել էի վերև սուրճ խմելու, բայց ասի լավ մի հատ վիդեո նկարեմ, որ հեսա գնալու եմ, սուրճս դնեմ ու տեսանյութ մոնտաժեմ ձեր համար ու հա ինչ էի ասում, իմ համար այնքան անսովոր է, որ ես չորեքշաբթի օրով ժամը 2-ը արդեն իսկ տանն եմ, այդքան բան էլ հասցրել եմ, որովհետև գիտեք, չորեքշաբթի օրերը իմ համար ամենածանրաբեռնված օրերն են, չնայած երկուշաբթի, երեքշաբթին երկար օր են, 10 ժամից ավել եմ աշխատում, բայց վիրահատության օրեր ա չորեքշաբթի, որ ես առավոտից մինչև երեկո վիրահատության եմ ու ամենապատասխանատուն են, իսկ ես ավելի շատ հոգնում եմ ոչ թե ֆիզիկական աշխատանքից, այլ երբ որ մտավոր շատ լուրջ աշխատանք է, մեծ պատասխանատվություն է ու դու այդ լարվածությունից ավելի շատ ես հոգնում, որ պատասխանատվությունը մեծ է, վերջի վիրահատություն է։ Ու հա, որ այդ ամեն ինչը հետ, այսօր ամբողջ օրը ես իմ համար սիրուն հագնված պատրաստված այնտեղ նկարներ են կանում, վիդեոներ են կանում, լրագրողներ, նկարողներ, բան, ու սենց հանգիստ կարող ես անել, փակա, ոչ մի հեռախոսազանգի չես պատասխանում, ոչ մեկի պարտա, որ չես շպիտով ընդունել, չհաշված հոգնածությանդ, ու շատ լավ անցավ, շատ անչափ հետաքրքիր էր, հաճելի էր, նկարել ենք հեռուստատեսության համար, ռոլիկի համար, ուղղակի մեր հոմպեջում տեղադրելու համար ու նաև ինչի՞ չէ, եթե արդեն պատրաստ լինի, կկարողանանք արդեն մեր ինստագրամյան էջում կիսվել, որը դեռ պատրաստ չի, էջն էլ դեռ պատրաստ չի, եւ նաև երևի ես էլ կկարողանամ, եթե իհարկե լավը լինի, էլի, ցույց կտամ որոշ կադրեր
Շատ հավես անցավ, շատ լավն էին, շատ զարմացած էին մեր թիմային աշխատանքի վրա, որ մենք այդքան, որովհետև իրենք մասնագետներ են ու ինչքան էլ ուզում է ցույց տաս, միևնույնն է մի բան է կթերանա կամ իրանց այդ մեր այդ պարզությունը, անկեղծությունը այդ ոչ կաշկանդված վիճակը, որ մեկը տնօրեն է, մեկը փոխտնօրեն է, մյուսը աշխատող է, սենց չկա տենց բան, մենք թիմ ենք ու սենց ամենա այն թիմը, որը որ հիմնական է, որովհետև ունենք պրակտիկանտներ, ուսանողներ, որ գալիս են գնում են իրենց չմենակ հիմնական թիմներ ու շատ լավ անցավ ուղղակի երբ որ չնայած ես ինքս որ սովորեմ, ուղղակի ես սովորեմ ինքս ինձ նկարելու, բայց երբ որ ինձ են նկարում, ես դրանից մի քիչ ու պետք է այն էր բանը, որ դու ուզում ես շատ խոսել, շատ բան, բայց պետք է ամեն ինչ, քանի որ ռոլիկի համար է, շատ հակիրճ լիներ ամեն ինչ, կարճ, ուղղակի զուտ բանով, այդ էր մի քիչ որ ես պիտի մտքերից հավաքեի, բայց մի խոսքով այդ դնենք մի կողմ, շատ լավ անցավ, շատ լավ օր եմ ունեցել ու հիմա ինձ շատ լավ եմ զգում, որ ես շամին տանեմ ու կարող եմ ահագին բան անել, չնայած ահագին բաներ արդեն իսկ կարել եմ։ 2 հատ լվացք եմ միացրել։ Հիմա ասեմ, ինչի էր անսովոր, եկել եմ։ Ես արդեն ունեմ իմ սովորական ռուտինը, ասենց ասած, շաբաթվա համար, որ այս օրը այս ինչն եմ անում, այն օրը ինչն եմ անում, հիմնականում ուրբաթ օրն էլ որ էլի շուտ եմ պրծնում, շուտ ասելով, ուրբաթ օրը կարճ օր է, եթե վիրահատություն չկա հավելյալ, մինչև ժամը 1:30 տանն եմ լինում, ու այդ օրը ամբողջ օրը ես լվացք եմ անում, լվացք հարթուկ հավաքել, ծալել, դասավորել, իմը այդ ու հիմա մտածում հա լվացք կա, լվացք կանեմ, լվացք եմ միացրել, դու ասում եմ բան Ալենի շալվարը, մեկել ասում եմ, չգիտեմ ինչ, մեկա վաղը ասում եմ դասից մամա, ասում եմ խառնել եմ լրիվ իրար ծրագիրս խախտվել է, խոսքով, բայց լավ ձևով է խախտվել ու ինչի տրամադրությունը շատ բարձր է, ոչ թե որ ամեն ինչ լավ անցել է դել միտեղ, բայց այնքան հարմար է այս, այնքան հանգիստ է, այնքան փափուկ է, որ ինձ շատ լավ եմ զգում մեջը ու սպիտակն էլ դե գիտեք, իմ սիրած գույնն է, շատ եմ սիրում, ինձ նով որ լինի, ես ամբողջ օրը սպիտակ կհագնեմ, սպիտակ շորերով կլինեմ ամենուր, բայց դե հասկանում եք տանը աշխատավայրում է ճանապարհին, տրանսպորտով ճանապարհ գնալը, փոշի մի հատ բան եղավ, արդեն հետո չնայած այնտեղ ունեմ հավելյալ շալվարներ սպիտակ, էդ էլ անցանք, հիմա կգնամ, սուրճս կդնեմ, մինչև լվացքներս 2 հատ, 2-3 մեքենա միացրել եմ, մինչև վերջանան 3-ն էլ կգնամ, կփռեմ, բայց այդ ընթացքում սուրճ կդնեմ ու կսկսեմ վիդեո մոնտաժել, որպեսզի այսինքն այս սիրուն տեսարանով էլ ավարտեմ այս վլոգը, որտեղ ինձ թվում է ահագին բաներ արդեն իսկ նկարել եմ, այնպես որ լավ մնացեք, լավ եղեք, սիրում եմ ձեզ, մինչ նոր հանդիպում, առայժմ